գտնվում է Կտրիչ Ներսիսյանի դաշտում։ Ինքը պետք է հասկանա, գիտակցի, եթե այդքան մտահոգ է, եթե այդքան կարևոր է, ինչպես ինքը ասում է, ինքը պետք է հասկանա, որ ինքը վնաս է տալիս իր գործողությամբ, իր ընդեղ լինելով, այդ կարգերով, որը որ իր շնորհիվ ընդեղ հաստատվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Իսկ ինչպես եք պատրաստվում կաթողիկոսին հեռացնել։ Լսեք, ես տենց բաներից ոչ պատրաստ եմ խոսել, ոչ է ցանկություն ունեմ խոսելու, հա։ Ինքը իր տեղում չի գտնվում, ինքը պետք է հեռանա եւ իր հետ մի քանի հոգի կա, դե ասում եմ, պատրաստ չեմ եւ չեմ ուզում դրա մասին խոսել։ Այդ process-ը, եթե ինքը լավ քաղաքական հոտառություն ունեցող մարդ է, կարելի ասել քաղաքական գործիչ է։ Ինքը պետք է գիտակցի, որ այս process-ը, որը որ սկսել է, չի կանգնելու։ Մարդ պետք է կույր լինի, որ չհասկանա, որ այս process-ը, որը որ այլևս սկսված է, չի դադարելու։ Հիմա հայկական տենց ասացված կա, հա, դանակը ոսկորին հասնելու։ Հիմա իր նպատակը դանակը ոսկորին որ հասնի, որ ինքը նոր հասկանա, որ ինքը վերադրացական վերաբերմունք ունենալով կոչ եմ անում, գալավ ավարտեմ, թույլ կտակ ավարտեմ, թույլ տալիս եք ավարտեմ, լռեք ուրեմն։ Թող ինքը գիտակցի այդ որոշումը կայացնել, ինքը պետք է այդ որոշումը կայացնի։ Հասնեք դանակ, ինչպես պետք է ոսկորի կան եւ արձագանքներ կան, ասում են ձեր իշխանությունները իդեալություն չեն, Նիկոլ Փաշինյանը իդեալություն չի։ Իդեալական, 6 ամիս հետո կգնան կքվեարկեն։ Դա եմ ասում, կարծիքներ կան, ասում են թող 26 թվականի ընտրությունները լինեն։ Այս ծրագիրը սա էլ թող ձեր ծրագրում լինի, որ Բեհարյանը պետք է ազատվի եւ եթե ժողովուրդը աջակցի, միջև դա չի կարելի դա քաղաքականացնել։ Սա հավատքի մասին է, սա մարդու մասին է, սա քաղաքական գործընթաց չի։ Քանի որ ներողություն ձեր թիմակիցներն լավ են անում, ասում են։ Դա ես դրա համար պայքարել եմ, մենք բոլորս դրա համար պայքարել ենք, որ ով ինչ կարծիք ունենա, բարձր կարողանա ասի եւ մտածի, որ իր կարծիքը ամենահեղինակավորն է, հա։ Ես ուրախ եմ, որ տենց կարծիքներ կան, ընտրություններ կլինի, այն ծրագրով, որ կգնանք, մեր քաղաքացիները կքվեարկեն, կամ որևիցե մեկին, որը որ ավելի լավ ծրագիր կա։ Այս բարագայում ժողովրդի անունից խոսելը ճիշտ է, երբ որ հարգելիներս, այսօր Հայաստանի իշխանությունը, որը վաղը եթե մեր սիրելի ժողովուրդը կընտրի մեկ այլ իշխանություն, իրանք կխոսեն։ Շնորհակալություն։ Հարցը տենց իր գնում էի արդեն։ Բայց մենք ուզում էինք նկարել եւ մեր նկարել։ Ոչ, խոչընդոտում էին ձեր ամուտանքը։ Իրանք իրենց աշխատանքն են անում։ Ձեր օպերատորներն էլ մտցնում են կամերան, մարդկանց տարանջատում են իրենց, բայց ոչ մի բան չի ասում։ Եթե հարց ունեք տալու տվեք։ Չէ, ուրա պարոն Սիմոնյան։ Ինչ է հենց հիմա։ Իսկ ուրա որ ձեզ խոչընդոտում են։ Իմ հետ չես կարող։ Ձեր նպատակը ինչի վիճելն է, որ ասում եք իմ հետ չկարողանա վիճել։ Չէ, իմ նպատակը բանա վիճելն է։ Դուք մեջքով կանգնած էիք պարոն։ Լավ, արի դրա մասին չխոսանք։ Լավ, պարոն Սիմոնյան, հիմա փաստորեն ըստ ձեզ այս կիրակի ավելի շատ մարդ կար այստեղ պատարագի մասնակցող, թե նախորդ։ Ես դրանով չեմ ուզում զբաղվել, գնացեք, հաշվեք, չգիտեմ, իմ համար դրա ընդհանրապես մարդ չլիներ։ Ես ուղղակի պարոն շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ձեզանից ձեր աշխատանքների համար, միշտ այդ ձեր պահեք։ Մերսի։ Մենք ձեր կողմն ենք, որը պետության կողմն։ Մերսի։ Շնորհակալություն ձեր Ես եմ աշխատանքի շնորհակալ։ Պարոն Սիմոնյան, պարզապես հարցը այն է, որ դուք նշում եք ժողովուրդն է որոշելու, ընտրությունների հետ պետք չէ սա խառնել, բայց 2021 թվականին ձեզ ձայն տված քաղաքացիներից շատերը համաձայն չեն այն նրա հետ, ինչ հիմա տեղի է ունենում։ Եվ կարա լինի, չի կարա 100%-ան։ Ովքերով եք ազատելու։ Ովքերով որ համաձայն ենք։
Բայց դա ես ուզում հասկանամ դուք ամբողջ ժողովրդի անունից կա որևիցե մարդ, պետություն, իշխանություն, չգիտեմ, կուսակցություն, որ կարող է խոսալ։ Ես ուզում եմ հասկանամ ձեր բացարձակ միասնականության ձգտումով Հայաստանի Հանրապետություն միասնականության ձգտի չկա տենց բան, չկա, բացարձակ բոլորը հավատացյալ են Հայաստանի Հանրապետությունում, բա ինչ է, բացարձակ բոլորը ինչ որ մի դուք հավատացյալներին եք ներկայացնում։ Չէ, ուզում ես ինձ եմ ներկայացնում, ես ձեր հարցն եմ ուզում հասկանալ, ձեր բացարձակության ձգտելու օրինակ եմ ուզում լսել, որևիցե, կա բացարձակ բան։ Ինչ եք ուզում, որ բացարձակ բոլորը համաձայն։ Նույնիսկ մեր կուսակցությունում մենք բացարձակ Նարեկ ջան, նույնիսկ մեր կուսակցությունում, վարչությունում հարցեր են լինում, որ ոչ թե բացարձակ, այլ ասենք քվեարկությամբ կիսվում է, լինում է 6-ը 5-ի եւ 6-ը 4-ի այսինքն շուրջ կուսակցությունում ինչպիսին է քվոտան, այսպես ասած։ Բացարձակ։ Բա այդ ո՞նց է որ բացարձակ։ Որովհետեւ մենք համակիր ենք եւ կիսում ենք մեր գաղափարը, մեր ներսում, եթե խնդիր ենք ունենում, դրա մասին բարձր խոսում ենք։ Էջմիածնի հավաքը երբ է։ Իրանց վերջացնում։ Էջմիածնի հավաքը երբ է նախատեսվում, որի մասին Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել էր։ Այլ հարցեր կա, որ ձեզ չխանգարեն։ Իմ մոտ չկա այդպես ինֆորմացիա, չեմ լսել, կարող է ասել։ Այլ հարցեր կան, չեն խանգարում ոչ մեկի տեսախցիկին։ Չէ, կարող է, բայց հիմա թեքվեք մեջքով էլի խանգարում։ Հա, բայց ի՞նչ եք ուզում որ մեջքով թեքվեմ, հետևիցս գա ձեր տեսախցիկով։ Եթե հարցեր ունեք, վերջացնում։ Շնորհակալ։ Արա Սիմոնյան, մի հատ հարցնամ, արի ես կոմ տեսա։